Շաբաթվա կարևոր լուրերն Armenia Today-ից։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին Բաքվի հաղորդագրությունները։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռոբինյանը Թուրքիայում կմասնակցեն Անտալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումին։ Հայաստանի եւ Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն ապրիլի 9-ից 10-ը համատեղ զորավարժություններ են անցկացրել։ Հայաստանում ապրիլի 15-ից հուլիսի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն։ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օֆլայերթին հայ գերիների վիճակի մասին ահազանգերից հետո Բաքու այցելելու վերաբերյալ բանակցություններ է վարում Ադրբեջանի իշխանությունների հետ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն Armenia Today-ին հերքել է ԶԼՄ-ների լուրերը, որ Փաշինյանը Մոսկվայում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կառավարությունն ապրիլից մինչև տարեվերջ Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին սոցիալական աջակցություն կտրամադրի։ Վատիկանում Ադրբեջանի մասին գիտաժողովի ժամանակ Արցախի հայկական հուշարձաններն աղվանական են ներկայացրել։ Արսեն Հարությունյանը եւ Արման Անդրասյանն ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ են նվաճել։ Վազգեն Թևանյանը դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր։ Եղջյուհի Ջենիֆեր Լոպեսն օգոստոսին համերգ կունենա Երևանում։